Աստվածաշնչի մեջ չկա այնց բան, որ պրոստը գրել են, դե նավսյակ, օրինակ մենք շատ անգամ խոսում ենք բաներ, որ պրոստը, օրինակ պաուզան լրացնելու համար, ինչ որ ասենց նյուդոբլի մոմենտները լրացնելու համար, մենք կարանք խոսանք, բայց Աստվածը տենց բան չունի, Աստվածաշունչ Մատյանը գրված է նպատակով, եւ Աստվածաշնչի մեջ ամեն մի բառը, ամեն մի պատմությունը հենց այնց չի, եւ Աստվածաշնչում նկարագրված է մի պատմություն, Գործ Կարաքելոցում, այս են ժողովուրդ են հավաքվել, եկեղեցի է, ժամը տենց մոտավոր ցերեկվա 3-ին սկսել են հավաքույթը եւ պատգամախոսն է Պողոս Առաքյալը։ Դա գրված է Գործ Կարաքելոց 20-րդ գլխում, ովքեր գրում են գրեք, Գործ Կարաքելոց 20 գլուխ։ Պողոս Առաքյալը, պատկերացնում եք, Պողոսն է խոսում, Հովսեփը չի խոսում։ Դավիթը չի խոսում, Արթուրը չի, Պողոս Առաքյալն է խոսում, դուք պատկերացնում եք, սա ինչ է, մարդիկ նստած ու Պողոսը, քանի որ գիտեք այն ժամանակվա սուղ իրավիճակը, Պողոս առավոտը պետքա գնար այդ եկեղեցուց ուրիշ քաղաք եւ Աստված գիտեր կտենային իրար թե չէ։ Պողոսը խոսում է եւ ասում է ժողովուրդ ջան, ես գնում եմ, բայց չգիտեմ իրար մենք կտենանք էլի թե չէ։ Ես չգիտեմ, կարող է խաչվեմ, կարող է բռնեն, բանտ նստասեն, կարող է մեռնեմ, կարող է Հիսուսը տանի, ես չգիտեմ, բայց այսօր ձեզ հետ եմ եւ խոսում եմ, եւ գրված է Պողոսը քարոզում է, ժամը 3-ն է քարոզում է, ժամը 6-ն է քարոզում է, ժամը 8-ը քարոզում է, ժողովուրդ արդեն այն ժամանակ է ձեր չէր 45 րոպե ու վсё։ Ժամերով խոսում է, մեկ էլ գրված է հասավ օրը կես գիշերին, գիշերվա 12-ն է, Պողոսը ջիգյարով խոսում է, կրակա թափում, ժողովուրդ արդեն ասեն բաներ են անում արդեն նստած, մեկը լսում է ամեն, մեկը ասեն գլուխը թափատալի, մեկ էլ այդ նեղ մաջալին շրխ։ Երրորդ հարգից մի հատ ջահել տղա ընկնում է ու մեռնում է։ Էս էր մեր պատմությունը։ Ես չգիտեմ դուք, ես օրինակ ներկա եմ եղել հարսանիքների, որը վերջացել է մահով։ Պաշտամունքների չեմ եղել, որը վերջացել է մահով։ Ես չգիտեմ, միգուցե դուք եղել եք։ Եթե դուք եղել եք, ասեք, նման փորձ ես չունեմ։ Ես չեմ եղել ծառայության պաշտամունքի, որը ասեն ջանջիգար, օրինակ այնտեղ փառաբանություն էր, Պողոս Առաքյալը խոսում է, փառաբանության խումբը երգում է, ամեն ինչ օքեյ է, սաղ լավ է, կոնֆերանս է, սպիկերը խոսում է, վաղը գնալու է, Պողոս ջան ասա, սաղը սենց հրապուրված, ուրախացած, լցվում են, գուբկի պես առնում են, այս տղեն էլ Անեն չի որ աշխարհում էր, այս տղեն էլ եկել էր եկեղեցի, բայց եկեղեցում ինչ որ բան կատարվեց, այն որ դու գալիս ես եկեղեցի, դա լա չի նշանակում, որ քեզ այդ բան չի լինի։ Այն որ դու գալիս ես եկեղեցի, լա չի նշանակում, որ դմփունը դուշ չի գա։ Մեկ էլ այս տղեն ընկավ գրված է ու մեռավ։ Ճիշտ է, բախտը բերեց այս տղու կողքին Պողոս Առաքյալն էր, Պողոս Առաքյալը մի անգամից հարություն տվեց, այս տղու թաղումն ու էքնաղողը մեկ չեղավ, թե չէ եթե Պողոսը չլներ, հաջորդ օրը պետք է պերաշկի ուտեին, բայց պերաշկին չկերան ժողովուրդը, ամեն ինչ շատ լավ վերջացավ, Աստծո ողորմությամբ, այդ ես կխոսամ մյուս կիրակի 12-ին, շարունակությունը, բայց ինչ կատարվեց այս տղու հետ, եւ այդ տղու անունը Եվտիքոս էր։ Այդ տղու անունը Եվտիքոս էր։ Այդ տղու մասին Աստվածաշունչը կարդացողները կարդում են, գալիս են ասենց թափով անցնում են։ Օրինակ, ես կարդամ, տեսեք, այս ձև են անում հավատացյալները։ Ես էլ ձեզ հետ։ Գործ Կարաքելոց 20-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եվ շաբաթվա առաջի օրը մինչև հավաքվել էինք հացը կտրելու, Պողոսը, որ հաջորդ օրը մեկնելու էր, խոսում էր նրանց հետ, եւ նրա խոսքը երկարեց մինչև կես գիշեր։ Եվ այն վերնատանը, ուր հավաքված էին բազում լապտերներ կային, իսկ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խորքնի մեջ էր ընկել։ Երբ Պողոսը իր խոսքը երկարացրեց, նա խորքնից թուլացած երրորդ հարգից ցած ընկավ ու մեռավ։ Ահա, էս էր։ Մենք սա կարդում ենք եւ կարդում ենք սենց տալիս ենք առնում ենք, ով ա տենց արե։ Կարդում ա գնում ա, Եվտիքոս ընկավ, մեռավ, գնացինք առաջ։ Վсё, ոչ մեկս չեն կանգնում, չենք ասում, այ Եվտիքոս էս խինգար։
Այս խինգ ավես խեղճ տղեն, չէ որ Աստվածաշունչը ասում է այս մարդ եկել էր Աստծո տուն, չէ որ Եվտիկոսը եկեղեցում էր, չէ որ Աստծո խոսքն էր լսում, բայց խի էս ձև կատարվեց, խի էս ձև բան եղավ, եւ մարդիկ մտածում են, որ եկեղեցի գալով իրանք կշրջանցեն, իրանց կշրջանցի ամեն ցավ ու դժվարություն եւ իրանց այդ բան չի պատահի, կամ էլ մեր կյանքում լինում է մի բան, որ ասում ենք, այս խի էս ձև պատահեց, շատ անգամ մեր կյանքում մեզ հետ ա լինում կամ ինչ որ մեկի կյանքում մի բան ա լինում, որ ընկնում ա մեղքի մեջ անգնում կամ հոգեպես մեռնում ա կամ ճնճխվում ա ինչ որ մի հատ լուրջ ապրումների մեջ անգնում ու մենք ասում ենք էս խի եղավ, բայց ասեմ ձեզ, որ էս Եվտիկոսի անկումը կամ ընկնելը միամտաբար չէր, լսում եք ինձ, Եվտիկոսի ընկնելը միամտաբար չէր, Եվտիկոսը արեց 3 սխալ, որի պատճառով ինքը մեռավ 3 սխալ թույլ տվեց Եվտիկոսը եւ այդ 3 սխալը նկարագրված է այս երկու նախադասության մեջ եւ առաջինը եթե ուզում եք մենք խոսանք դրա մասին եթե չեք ուզում կարանք աղոթենք ու գնանք մեր տներով խոսանք թե չխոսանք մեր հերոսի անունը ինչ է Տերը օրհնի, Եվտիկոս, հիշեք, այս անունը հիշեք, սա շատ կարևոր է, որովհետև երբ որ Եվտիկոսին հիշում ես, իր արարքն էլ ես հիշում, իր 3 սխալներն էլ հիշում ես ու զգաստանում ես։ Առաջի սխալը, որ Եվտիկոսը թույլ տվեց, գրված է Եվտիկոսը նստել էր լուսամուտին։ Լուսամուտը դա շատ վտանգավոր տեղ է լուսամուտը դա դիտելու տեղն է եւ ոչ թե լսելու ովքեր ուզում են լսեն գալիս են աթոռին գալիս են կենտրոն իսկ ովքեր նստում են լուսամուտին նրանք նստում են որպեսզի մի աչքով դրսում լինեն մի աչքով ներսում լինեն պատուհանը դա այն պագրանիչնի տեղն է որտեղ մարդը կարծես թե ներսում է բայց միևնույն ժամանակ դրսում է չէ պատուհանը այսինքն դու ներսում տեսնում ես ինչ ակա մի անգամից աշկը տնտեղա մարդիկ կան որ եկեղեցի են գալի նստում են այսպես աշկերը այսպես հավեսով ճպճպացնում են վրիզ նայում են բայց իրանց միտքը ուրիշ լոկացիայում է իրանց միտքը հոգին օրինակ գալիս են հավաքույթի նստում են բայց իրանք սոցցանցերում են իրանք այսպես մտնում են ակուրատնի այնտեղ լայքեր են դնում ինչ որ բաներ են կատարում process-ներ են կատարում կամ էլ գալիս են նստում են այսպես ու այսպես հավեսով ինձ են նայում օրհնյալ դեմքով բայց իրանց միտքը լվացքն է իրանց միտքը ինչ եմ էփելու այսօր ինչ եմ հյուրասիրելու հյուրերին ինչով որտեղից ճարեմ ես գումարը որ պարտքս փագեմ ես հիպոթեկա սելեքուց մուծումնա փող չունեմ ու այսենց մարդիկ էլ կարծես թե նայում են ասում են այս ինչ հզոր հավատացյալ է պլշածը սենց ինձ անայում բայց էլ չգիտեմ որ իր մարմինն է պլշած նայում բայց իր միտքը հոգին շունչ ոչ մի բան ըստի չի սաղ գնացել են ամեքը իրանց գործերով լուսամուտը դա այնտեղն է որտեղ միշտ մարդը վտանգի մեջ է սիրելիներ եկեղեցի գալը դա լավ է բայց եկեղեցի գալ ճիշտ մտքերով դա ավելի լավ է մարդիկ կան ես նորից եմ ասում մարդիկ կան որ ասում են գնամ եկեղեցի քանի ամուսնացած չեմ Գնամ եկեղեցի, որովհետև ամուսնանամ կարող է մարդս չթողա։ Գնամ եկեղեցի քանի հլա երեխա չունեմ։ Գնամ եկեղեցի քանի ամառա, տաք է, հնարավոր է։ Գնամ եկեղեցի քանի կեսուրս տանը չի Հայաստանում է։ Գնամ եկեղեցի քանի ունեմ հնարավոր։ Գնամ եկեղեցի քանի Ռոստովում եմ, եկեղեցու մոտ եմ ապրում, գնամ եկեղեցի։ Էդ էլ տարբերակ է, չէ՞։ Այ դա լուսամուտ է։ Այդա լուսամուտա, որ գալիս ես եկեղեցի, բայց իրականում քո սիրտը եկեղեցու հետ չի, իրականում դու կյանքդ չես էլ ուզում կապես եկեղեցու հետ, Աստվածաշունչն ասում է, որ Աստծո живущий под кровом Всевышнего, բարձյալի ծածկոցի տակ ապրողը, այն նա է ամենակարողի շուքի տակ հանգստանում, եկեղեցի եկողները ուղղակի չեն հանգստանում Աստծո հովանու տակ, հանգստանում են եւ պաշտպանված են 90-րդ Սաղմոսով 91, պաշտպանված են նրանք, ովքեր ապրում են, գրված է живущие под кровом, не идущие в церковь, не люди, которые ходят в церковь, а живущие под кровом Всевышнего, живущие, նրանք ովքեր գալիս են այս մտքերով, որ քանի այս մոմենտն է գնամ եկեղեցի, նրանք շուտ թե ուշ գնալու են, շուտ թե ուշ, բայց նա որ գալիս է եկեղեցի, ասում է ես ուզում եմ իմ կյանքս կապեմ եկեղեցու հետ,
Այ փորձի հայտարարի դու Աստված ոչ մեկի մոտ պետք չի դերասանություն անել գնա հայ լինել պետք չի որ դու քեզ հայլում տենաս գնա սենյակում կանգնի ասա Տեր քո ներկայության մեջ ես հայտարարում եմ որ ես ուզում եմ մոտակա 5 տարին կամ 10 տարին լինեմ եկեղեցու մեջ, լինեմ եկեղեցում տնկված, օգտակար, իմ զավակներով, իմ ընտանիքով, իմ ամուսնով, իմ սաղ ունեցած չունեցածով, ես իմ կյանքս կամ էլ 20 տարի, եթե դու խթերիքում ա։ Օրինակ ես այդ ձև հայտարարություն արեցի, ես մոտավորապես 15-16 տարեկան էի, ես ասեցի Տեր, ես ուզում եմ որ իմ ընտանիքը ստեղծվի եկեղեցում, իմ երեխեքը ծնվեն եկեղեցում, իմ երեխեքը փսակվեն եկեղեցում, իմ թոռները ծնվեն, եւ այլ գնանք առաջ եկեղեցում։ Փառք Տիրոջը, ճիշտ է, սխալներ որոշակի գործեցի, դրա մասին գիտեն ջահելները, ես իրանց պատմել եմ, ջահել վախտները ամեքս սխալ ենք թույլ տալի, բայց հետո շուշուտ եկանք դզեցինք եւ փառք Տիրոջը գալիս ենք եկեղեցի, իմ երեխեքը եկեղեցում, թոռներս եկեղեցում, ամեն ինչ եկեղեցում է։ Ես գիտեմ, որ կգա մի օր եւ իմ վերջի հրաժեշտն էլ կլինի եկեղեցում որովհետև ես ինձ ուրիշ ձև չեմ տենում։ Ես չգիտեմ դու քեզ տենում ես եկեղեցուց դուրս։ Եթե քեզ տենում ես դու օրերից մի օր դրսում ես հայտնվելու։ Եթե դու քեզ տենում ես դու օրերից մի օր Եվտիկոսի պես ընկնելու ես։ Ընկնել, այսինքն վնասվել, այսինքն դուս ընկար այդ թեմայից, այսինքն քեզ հետ խնդրեմ կատարվեց։ Լուսամուտը դա դիտելու տեղա եւ ոչ թե լսելու։ Եթե ուզում ես լսել, ապա դու քեզ պետքա բերես եկեղեցու կենտրոն։ Դու պետքա քեզ ստիպես, որ մտնես ծառայության մեջ։ Դու քեզ պետքա մտնես աղոթքի ծառայության, կարգո կանոնի ծառայության, փառաբանության ծառայության։ Ասեք որտեղ աստվածաշնչյան խմբերը, գրուպաները, մտնեմ աստվածաշնչյան դպրոց, մտնեմ հավաքական դպրոց, մտնեմ քրիստիանսկի սեմինարիա, սովորեմ։ Տեր, ես ուզում եմ իմ կյանքս անցկացնեմ եկեղեցում։ Ես չեմ ուզում ուղակի եկող գնացող լինեմ։ Եկող գնացողը դա մի կատեգորիա է, բայց դա ինձ ձեռք չի տալի։ Դա անցած կիրակի ասված են գանձը գտնելն է, որ գանձը գտա, всё, հերիքա։ Ես գտել եմ շաբաթը 2 ժամով գալիս եմ, գնում եմ ինձ հերիքա։ Չէ, ինձ հերիք չի, ինձ ամբողջ դաշտն է պետք։ Ես ամբողջ դաշտն եմ ուզում, ինձ պետք է եկեղեցին, իմ կյանքի համար անհրաժեշտ է եկեղեցին։ Լուսամուտ, ռիսկի գոտիա։ Գալ եկեղեցի, բայց մտքերով սոցկայքերում, գործերիդ ու ծրագրերիդ մեջ։ Երբ որ տանը բացում ենք Աստվածաշունչը, բայց պուլտն էլ դնում ենք այն մի գոքին։ Աստվածաշունչն էլ ենք բացում, տելևիզորի պուլտն էլ ձեռներս առած։ Քանի ռեկլամա շուշուտ լատենամ ինչա գրված։ Հենց ռեկլամը պրծավ, всё։ Գնացինք նայելու ինչա կատարվում։ Լինել մակերեսային քրիստոնյա։ Եվ չթողնել Աստծո խոսքին ազդի մեր կյանքի բոլոր բնագավառների վրա։ Դա լուսամուտ դիրքն է։ Իջի պատուհանից։ Ես կոչ եմ անում, եթե քո քրիստոնեական կյանքը պատուհանի նման է, ոնց ասեմ այդ բառը չեմ էլ կարեմ ասեմ, դա եթե դու գալիս ես որպես դիտող, լա գնամ տենամ ինչա, լա գնամ եթե բարեբախտաբար ամուսնացա, ուրեմն կմնամ եկեղեցում, գնամ եթե հարսս երեխա ունեցա, ուրեմն կմնամ եկեղեցում, գնամ եթե հիփոթեկաս փակվեց այս տարի, ուրեմն կմնամ եկեղեցում, գնամ եթե հանկարծ գրիժ ես հեռանա, կմնամ եկեղեցում, գնամ եթե հանկարծ սիրտս դզվի էլ դեղերի կարիք չունենամ, գնամ եթե տղես ազատվեց բանակից, կմնամ եկեղեցում, եթե չէ դուրս կգամ, այդ գնամ, այդ դիտողային այդ մոմենտը դա պատուհանային մոմենտ է, դա լուրջ մոմենտ չի։ Եթե ուզում ես նամանավանդ երիտասարդներին եմ ուղղում իմ խոսքը, երիտասարդներ, ձեր կյանքը կապեք եկեղեցու հետ, միշտ լինելու է ցանկություն թողնել հեռանալ։ 45 տարի է եկեղեցու մեջ եմ, ունեցել եմ բազում անգամ ցանկություն գնալու, լիքը ունեցել եմ գնալու, հոգնել եմ, չեմ ուզում ամեն կիրակի հավաքույթ, արա չկա մի կիրակի մարդ քննի, հանգստանա, նորմալ, սատանան ասում։ Բայց եթե ուզենաս, քնի ժամանակ էլ կունենաս, տո եկեղեցու պրոստը սատանան փորձում է քեզ ասի պատուհանին նստի հերիքա, նստի տես ինչա կատարվում, դա քեզ հերիքա։
Եվտիքոսը արեց առաջի սխալը, դիրքը իր սխալ էր, իր որոշումը սխալ էր, առաջի ստարտային որոշումը շատ սխալ էր, մտի, եթե ուզում ես եկեղեցում լինել, մտի եկեղեցու մեջ սրտով, մտքով, հոգով, արի ինձ անհանգստացրա, արի ասա, ուզում եմ մի բան տվեք, մի բան անեմ, մի բան ասա անեմ, եկեք մի բան արեք և դա ձեզ կպահի եկեղեցու մեջ, թե չէ եկող գնացող դիտողները դա ժամանակավոր բան է։ Որոշում կայացրա դեպի ներս։ Ուրեմն մեր հերոսի անունը ինչ էր։ Եվտիքոս։ Եվտիքոսը քանի սխալ բան արավ։ 3, առաջի քայլը որն էր։ Պատուհան։ Առաջի քայլը պատուհան։ Սխալ տեղ էր դիրքավորվել։ Օրինակ չվերցնես Եվտիքոսից, թե չէ շրխկալով կընկնես։ Դմփունը դուրս կգա, որովհետև երբ որ դու գալիս ես եկեղեցի, բայց հոգիդ ուրիշ տեղ է, օրերից մի օր դա դրսևորվելու է, օրերից մի օր դու գնալու ես, օրերից մի օր դա երևալու է, բայց արի մտի եկեղեցի, արի մտի ու ասա, Տեր, ես ուզում եմ այստեղ ապրեմ ու ստեղ էլ մեռնեմ։ Ամեն։ Քանի ես ստեղ եմ, ես ուզում եմ ստեղ էլ ապրեմ։ Օրինակ կան հրես եղբայրներ, քուրեր, ովքեր խոսքի մի ժամանակ ստեղ են, հետո գնում են այնտեղ, դա պրոբլեմ չի։ Մարդը ասում է, ես հարցրեցի մեկին, ասի, ինչի՞ չես գալի եկեղեցի, ծառայության մեջ մտնես, ասում է, եղբայր ասում է, ես չգիտեմ, այսօր ստեղ եմ, կարող այգուց ստեղ չեմ։ Դա ինչ պատասխան, այ մարդ սաղսելը տենց ենք։ Սաղսել օչերեդ են կանգնել, կարող է ես էլ այսօր ստի եմ եկուց պերաշկի ուտեն մարդիկ։ Ես չգիտեմ, որս գիտենք եկուց ինչ ալելու, բայց քանի դեռ ստեղ ես, արի եկեղեցի, քանի ստեղ ես, մի ամիս, 5 ամիս, 10 ամիս, մի տարի, քանի ստեղ ես, ասա Տեր, ես քանի Ռաստովում եմ, ես գնալու եմ ու ոչ թե գնալու եմ պրոստը, ես գալու եմ ասելու եմ մի բան տվեք անեմ, Արթուր ջան, ինչով քեզ խանգարեմ, ասա ինչով քեզ օգնեմ, ինչով մի բան ասա ինձ անեմ, բայց արա, դա պատուհանը չի, դա լուրջ տեղ է։ Երկրորդ սխալը որն էր։ Յո Մալադեց, շատ լավ է, ձեր աստվածաշնչում է գրված, թե պատի վրա գրվեց, հա, ճիշտ է, լավ թարգմանություն է, ճիշտ թարգմանություն է, իմ մոտ էլ է գրված, երկրորդ քայլը խորքուն մտավ, խորքունը դա կուտակված հոգնածությունն է, ուղակի աչքը չկպցրեց, աչքը չոր չխփեց, կա որ աչքը սենց կպնում է, գիտեք, չէ, որը սենց պահի տակ սենց բաներ ես անում, սենց մի 2-3 հետ անում ես ու վсё, դզվում ես, այդ ուրիշ բան է, գրված է խորքուն մտավ, այն որը սենց ես անում ու սենց էլ մնում ես, վсё, էլ բոմբ պայթի լեզուներով աղոթեն, դու ստի չես, կա այդ ձև բան, կա այդ ձև սիտուացիա և ես գրված է խորքուն մտավ, խորքունը դա կուտակված հոգնածությունն է, երևի թե այսօր նկատել եք բոլորդ, են որ ժամանակին հումոր էին անում, ասում են տո այ հոգնած, հիմա իրոք այդ վիճակն է, սաղս հոգնած ենք, նկատել եք, քնում ենք, 10 ժամ քնում ենք, զարթնում ենք հոգնած, ով է նկատել ես ձև երևույթ, քնում ես, վեր ես կենում, մի երկու բան անում ես ու արդեն հոգնած, տանջված, ոնց որ 10 սոտ հող քանդածել ես, ճապը տարածել ես, երեխեք լղացրածել ես, հագցել, ոբշեմ մանկապարտեզ տարած, բերած, հոգնած, բեզարած, ինքներս մեզ հարց ենք տալի ինչից է, մենք չենք ջոգում ինչից է, քնում ենք, բայց չենք հանգստանում, գնում ենք հանգստյան գոտի, ով է գնացել հանգստյան տեղ, ես օրինակ որ գնում եմ հանգստյան գոտի, ավելի բեզարած եմ տուն գալի, նկատել եք, չէ, գնում ես հանգստյան տեղ, Ադիգեյա, Մադիգեյա, խոսքի Արխիզ, Մարխիզ, մարդկա ավելի խոսքի Եգիպտոս, ընդեղ Ավստրալիա գնում են, ուր ուզում է գնաս, գնում ես բեզարած գալիս ես, սուտ է, չես հանգստանում, ոնց որ ծեծված, ջարդված գալիս ես քո հանգստից, մի օր գնացինք հանգստանալու, 2 օր հանգստանում ենք, այդ 2 օրն էլ առավոտեց գիշեր, մենք կրակ էինք վառում, կրակի մոտ էինք, կնանիք մաքրում էին, բաստուրում էին, դնում, խորոված արին, խաշլամեն արին, քյուվտեն արին, լյուլյան արին, պլով, ոբշեմ բեզարա ջարդված եկանք տուն, ասինք ես հանգիստ էր արա, սաղ օրը տանջամա հեղանք, ուտելով ու սարքելով, բայց ես դրա մասին չեմ խոսում, այսօր սիրելիներ ժամանակ է, հետաքրքիր ժամանակ է եկել, որ մարդիկ սատանան հետաքրքիր ձևով թմրացրել է մարդկանց, այսօր մարդկանց համոզել է, որ սեփական
ժիլիո, սեփական բնակարան ունենալը շատ կարևոր է։ Ու կապ չունի թե ինչ գին ես վճարում քո այդ սեփական բնակարանի համար։ Կապ չունի որ դու սաղ կյանքիդ գնով ես այդ քո սեփական բնակարանը վերնեմ 30 տարի ամեն ամիս 100-120 հազար տալ բեռնով ես ասում։ Մարդկանց մտցրել է սատանան տուպիկների մեջ սեփական տուն, Դավջան սեփական տուն, Էստեր ջան, սեփական տուն, Ալինա սեփական, սաղի սեփական տուն, կարծես թե սեփական տունը որ ունեցանք, աշխարհի երջանիկներն ենք, բայց ել չենք նայում, որ այդ սեփական տունը խապկանք է հաճախակի, չեմ ասում միշտ, հաճախակի խապկանք է, որովհետև մենք մտնում ենք այնենց պարտքերի տակ, որ ստիպված ենք լինում 14-16 ժամ աշխատելու։ Կոմունիստների ժամանակով հոհիմարներ չէին մարդիկ, որ ծրագրավորել էին, մարդիկ մոզգեր էին մտածել, որ 24 ժամը հավասարաչափ բաժանել էին, 8 ժամ քնում էին, 8 ժամ աշխատում էին, 8 ժամ էլ զբաղվում էին իրանց ընտանիքով, տնով տեղով, ովքեր անցյալ հազարամյակից են գիտեն, որ այն կոմունիստների ժամանակ հերիքում էր, մարդիկ հասցնում էին համ գործի գնան, համ ընտանիքով զբաղվեն, համ գնան հյուր, համ գնան պարկ, ֆրֆրան, ամեն ինչ հասցնում էին, որովհետև 8 էր, իսկ հիմա այս 16-ը լրիվ տալիս է գործի մարդը, տակը մնում է մի հատ 8, այդ մի հատ 8-ով ինչ անի մարդը, այդ մի հատ 8-ով գնում է մինչև մի ժամ գալիս է, մինչև մի հատ ցայվում է, մինչև մի կտոր հաց է ուտում, վсё, պետք է քնի, պետք է մի քիչ ուշ հավաքի, որ հաջորդ 16 ժամ էլի դիմանա, ու մարդիկ այդ այնց մեկը գործի մեջ, այն մեկն էլ ովքեր գործի մեջ չի, բութ մատը վարժացնում է, вообще բութը ծրագրավորված չի աստուծում է այդ ֆունկցիաների համար, բայց մենք վերցրել ենք ու այս ամենավարժ մարմնի անդամը այսօր բութն է մեր, նստում ենք ու այսենց նկատել եք ժամերով, բան մեզ պետք չի, մեզ դաշը հետաքրքիր չի, բայց թերթում ենք, նայում ենք, ընդի բոմբը պայթեց, ընդի պաժար եղավ, ընդի խեղդվեց, ընդեղ յաձեռնի բոմբը, ընդի կռիվը, ընդի բենզին չկա, ընդի էս չկա, հաց չկա, ֆլան, ֆստան, в общем, այս սաղ ինֆորմացիան լցնում ենք մեր ներսը, բթացած, հոգնած, մենք вообще ոչ ժամանակ ունենք աղոթելու, ոչ ժամանակ ունենք Աստվածաշունչը բացելու, պաչպչորելու Աստվածաշունչը, եսի նկատի ունեմ ուտելու, ոչ ժամանակ ունենք հավատացյալների հետ շփվելու իրար տուն գնալու, հետո էլ ասում ենք, «Էսխի ենք ես ձև հոգնած», խորքուն, այսինքն սատանան ընենցա ֆռացնեմ, ընենցա հոգնացնեմ քեզ, գեր հոգնածության մեջ, էլ չեմ ասում, որ ես ասել եմ 1000 անգամ, բայց ոչ մեկին չի լսում, հավաքույթի առաջի գիշերը, ինչ պետք է անել, Վաու, այս աստիճան, փաստորեն, ինչ պետք է անենք հավաքույթի առաջի գիշերը, լավ էլի Ռոմել ջան, ասինք հոգևոր, չասինք այդ աստիճան, գիշերը քնել պետք, ոչ թե պատրաստվել, գիշերը քնել, եթե դու քեզ թույլ ես տալի չորեքշաբթուց 5 շաբթի 3 ժամ քնես, եթե դու քեզ թույլ ես տալիս 3 շաբթի չորեքշաբթի գիշերը 2 ժամ քնես, ապա շաբաթից կիրակի դու պետք է մինիմում 8 ժամ քնես, ծառայողների համար դա պետք է տաբու լինի, դա պետք է օրենք լինի, որ շաբաթ գիշեր պետք է քնենք ընենց, որ առավոտը վեր կենանք, դուք ասես բանոր, դու ասում ես որ քնում ես չես հանգստանում, դու քնի, եթե դու քնիդ հարցը լուծես, եթե քո հոգևոր դիսցիպլինայի հարցը լուծես, օրինակ մենք առավոտները, ռուսներ առավոտները երբ որ վեր են կենում, առաջի հերթին գնում են դեպի WC, դեպի բաղնիկ, ինչի համար? Եթե ատամ ունեն, ատամ լվալու վար Հայերը նույնպես ունեն խասյաթ, հայերը երբ որ զարթնում են, երբեք ատամ չեն լվում Հայերը աշները փակ, ինտուիցիայով, բնազդով գնում են քնակոլոլ աշկերները խփած պավառոտները գիտեն լավ, գիտեն գնում են ջազվեն, գտնում են կրակը, վառում են կոֆեն, լցնում են, կիսաբաց աշկերով կոֆեն խնում են, աշկերը բացվում է, զրաչոկները այն ժամանակ արդեն գնում են բաղնիքը ատամ լվալու եւ այլն։ Նրանք էլ կոֆեից են սկսում։ Ամեն մեկս ունենք մեր սովորությունները, բայց ունենք արդյոք սովորություն, օրը բացվի մի քանի խոսք Տիրոջից
ամեն օրը սկսվի Տիրոջ խոսքից։ Ունենք արդյոք սովորություն, որ վերջի խոսքը օրվա լինի Աստծո խոսքը։ Վերջինը ում դու կլսես, դա Աստծո խոսքն է։ Մի երկու խոսք կարդաս ու քնես։ Ունենք արդյոք սովորություն մեր աղոթքի տեղն ունենալու։ Ունենք արդյոք սովորություն։ Գիտեք, եկեղեցի գալը մեզ հլա չի նշանակում, որ Հիսուսին ճանաչում ենք։ Հիսուսին ճանաչելը դա լրիվ ուրիշ բան է, եկեղեցի գալը լրիվ ուրիշ բան է։ Մեր Հովանես եղբոր պատմությունը պատմեմ, Ստելան կարող է լսածելի, կարող է մի քանիսը լսածել եք։ Պատմեմ Հիսուսի մասին, այն որ մեռնումա երեցը գնում է երկինք։ Պատմեմ, թե գիտեք։ Պատմեմ։ В общем, հովիվը եկեղեցու մեռնումա, որոշումա մեռնումա գնումա երկինք։ Գնումա երկինք մեկ էլ մի հատ սուրբ, մի հատ գեղեցիկ տղամարդ դիմավորում ասում է, օրհնյալ ասում է, գիտես արդյոք Հիսուսին։ Ասում է իհարկե գիտեմ, ասում է 40 տարի Հիսուսին ծառայել եմ, ոնց չգիտեմ։ Ասում է բարի գալուս, մտի ես դռնով, սարգավակն է մեռնում եկեղեցու, գալիս է էլի այդ սուրբը դիմավորում է, այդ մարդը գալիս է ասում է օրհնյալ, գիտես արդյոք Հիսուսին։ Ասում է գիտեմ իհարկե, սաղ կյանքս ծառայել եմ իրան, գիտեմ իհարկե։ Անցիր ասում է մտիր ես դռնով։ Մեկ էլ այդ եկեղեցու տատիկն է մեռնում, այդ տատիկը գալիս ավելի այդ սուրբը հանդիպում է, ասում է օրհնյալ ասում է մարդ, գիտես արդյոք Հիսուսին։ Ասում է մեղա քեզ Հիսուս ջան, քեզով չգիտի։ Ասում է մտի Տիրոջ խաղաղության մեջ։ Մեզ թվում է, որ մենք Հիսուսին գիտենք։ Նրանց թվում էր, բայց նրանք չտեսան Հիսուսին։ Ընքան լավ գիտեին Հիսուսին, որ չճանաչեցին նրան, բայց այս Պարավկինը ճանաչեց։ Նա համընդեղ գիտեր Հիսուսին, համստեղ հասկացավ, որ սա Հիսուսն է։ Հիսուսին ճանաչելը դա ուղակի եկեղեցի գալ գնալ չի։ Խորքուն մտնելը դա երբ որ դու քեզ ընքան ես գրուզի տանում ավելնորդ բաներով, որ դու ժամանակ չունես ռեգուլյար քո Տիրոջ հետ հանդիպելու, դու ժամանակ չունես աղոթելու, դու ժամանակ չունես սուրբերի հետ հավաքույթ գնալու, սուրբերի տուն գնալու, շփվելու, ոչ մի բանի ժամանակ չունես։ Մեր խորհուրդն է վերանայի քո աշխատանքային գրաֆիկը։ Վերանայի, դու ստեղծված չես 16 ժամ աշխատելու։ Դա խապկանք է։ Կարելի է որոշակի պա, ես դեմ չեմ, եթե մի քանի ամիս լուրջ խնդիր է ու դու կրիզիսից դուրս գալու մի որոշ ժամանակ կարելի է, բայց երբ որ դա արդեն տարիներ է, դա արդեն բնավորություն է, դու արդեն ասում ես, ես ուրիշ գործ չունեմ, ես ուրիշ բան չեմ բաշարում, ես ավել փող չեմ կարա, մենակ այդտեղ կարամ նորմալ փող աշխատեմ, դա խապկանք է։ Եվ դրա համար դու ժամանակ չունես, դրա համար քո գլուխդ բթացած է, քո ֆիզիկականդ հոգնած է, քո ֆիզիկականդ ազդում է քո շնչայինի վրա, տրամադրություն չունես, տրամը տեղը չի, ներվերդ խառնված է, հիստերիայի մեջ ես անընդհատ, որովհետև ամեն օր ոչ քունը տա նորմալ, ոչ ուտելը տա նորմալ, անում ես, բայց մեկը տերկուս չի դառնում, պարտքերը ոնց եղել են կան, մի միլիմետր փոքրանում են, ոբշեմ դու այդ վիճակով էլ ինչ հոգևոր վիճակ, էլ ինչ եկեղեցի, էլ ինչ գալիս ես եկեղեցի, նամավանդ քշերն էլ չես քնել, գալիս ես եկեղեցի ու երկրորդը որն էր, կուտակված հոգնածություն, խոր քուն մտավ, չափից դուրս զբաղվածություն, անկանոն հանգիստ, մարմնի համար հոգ չտանել։ Գիտեք, երբ որ դուք այդ ձև եք անում, եթե այդ ձև ալնենք, Աստվածաշունչը ասում է, որ вообще պրակտիկան ցույց է տալի, որ Աստծո խոսքը մեզ համար դառնում է ֆոն, աղոթքը ծես եւ եկեղեցին մի ծանր բեռ։ Նկատել եք, որ մարդիկ կան, որոնց համար եկեղեցին արդեն ծանր բեռ է, ուրախությամբ չեն գալի։ Մենակ այն միտքը, որ արդեն հավաքույթ պետք է առավոտը գնաս եկեղեցի, ուժը սա բերում։ Ես չգիտեմ ում մոտ ոնց, մարդ կա, որ շաբաթօրը քունը չի տանում, երբ պետք է գա առավոտ, որ գնամ եկեղեցի։ Մարդ էլ կա շատ լուրջ ստրես է տանում, որ էլի կիրակի, էլի հագնվեմ, էլի գնամ, էլի ֆինանս գցեմ, էլի այդ վեդրոն տեսնեմ, Փարթիրոջը վեդրոյի գույնը փոխվեց, թե չէ մարդիկ ասում են էլի այդ կարմիր վեդրոն,
Էլի գնամ, էլի նստեմ, էլի գամ, բատաներս, բագործերս, երբ որ աղոթքն էլ արդեն ծես է դարել, արդեն դեպս ասում են վեր կացեք աղոթեք, դե պետք է աղոթենք, բայց մեր աղոթքից ոչ մի բան չենք ստանում, ոչ մի բան չենք զգում, մեր աղոթքը արհեստական, ոնց սենց խոսում ենք, ինագդա դաժե չենք էլ ջոգում, ինչ ենք խոսում։ Ես չգիտեմ, դու քեզ բռնացել ես, թե չէ, աղոթում ես, եկել չես ջոգում, ինչ ես աղոթում, անջատված, պրոստը դիժուրնի բառեր ես ասում, էլ դու չես ասում, բերանդ ասում, որովհետեւ բնազդով ես արդեն, բնազդով անջատված ես, փառքես Տեր ջան, փառքես, մեկ էլ գիտես շատ անգամ երբ ես ուշքի գալի, որ մի հատ ապուշ բան ես ասում։ Նկատել եք թե չէ։ Լավ признавайтесь։ Լավ, որպեսզի դուք ձեզ լավը զգաք, ձեզ մոտ դա չի լինում, իմ մոտ ա եղել։ Սենց աղոթում ես, փառքես Տեր ջան, փառքես Հիսուս ջան, ես որ շմտուր պրծի ֆրլան ֆստան, մեկ էլ մի հատ այնց աբսուրդ արտահայտություն ես անում, սթափվում ես, ասում ես, ինչ էր ասեցի արա։ Դա քեզ դառնացնում է, այս վիճակն է, հոգնած վիճակ։ Երբ որ դու հոգնած ես, երբ որ դու գալիս ես եկեղեցի, ոչ ուրախություն, ոչ երջանկություն, երբ որ տնեցիք ասում են ուր ես գնեմ, էլուր, եկեղեցի, էլուր, այս ժամին ուր են գնեմ։ Անոնց էլ մուննաթ են գալի, կարծես թե մեզ տանում են գնդակահարելու, կարծես թե մեզ տանում են քերթելու, հայ մարդ չկա, ոչ փայլ կա, ոչ ուրախություն կա, ոչ մի բան, այ դրա համար, այ դա հոգնածությունն է, այ դա այն վիճակն է Եվտիքոսի երկրորդ սխալն է, որ ինքը մալը տավո տնաշեն, որ գիտես քնկոտ ես, ուր ես լուսամուտի վրա նստում, գնա կենտրոնում նստի, եթե գիտես հոգնած ես, գոնե այնտեղ նստի, որ դմփունը դուրս չգա, քնես գոնե մարդը չջոգեն, քու խռոցից դու կզարթնես, կդզվի վիճակը, գնաց նստեց ամենավտանգավոր տեղ, խորը քուն մտավ եւ երրորդ կետը արեց, երրորդ սխալը զգոնության կորուստ, կորցրեց զգոնությունը, գրված է թուլացավ եւ ընկավ։ Էդ էլ երրորդ սխալն էր, թուլացավ եւ ընկավ։ Ինչ է նշանակում զգոնության կորուստ։ Հայ-ռուսերեն հասկանում է Զինաջան, ինչ է զգոնության կորուստ։ Потеря бдительности. Потеря бдительности. Когда-то ты, когда пришел в церковь и влюбленный был в Бога, ты реагировал на все. Ты реагировал, ты был очень уязвимый, и ты чувствовал, когда ты грешишь. Դու զգում էիր, երբ էիր դու մեղանչում. Դու ամեն մեղքը զգում էիր. Դու ամեն անգամ, երբ որ մեղանչում էիր, գնում էիր ողորմություն էիր խնդրում, լացով, կոցով, ապաշխարանքով, ծոմով, քեզ դատում էիր, մազերդ պոկում էիր, գնում էիր, Տեր ջան, խի ես արեցի։ Մեկ էլ անցնում են տարիներ, եւ դու արդեն քեզ փորձում ես արդարացնել են խոսքերը, ով չի անեմ որ։ Դե սաղսել մարմին ենք էլի, սաղսել դե հիմա ինչ կա որ, ничего страшного, դրա մեջ ոչ մի բան չկա։ Եվ փորձում ենք այսինքն մի բան, որ այն ժամանակ քեզ անհանգստացնում էր, հիմա քեզ համար դառել է նորմա։ Մի ժամանակ քեզ անհանգստացնում էր քո մեղքը, հիմա արդեն էլ չի անհանգստացնում։ Ասում ես արդեն ելով չի անում որ։ Հլա չուծաղնայք, սաղ էլ անում են։ Դու ուրիշ հովի տեսել ես։ Սակո ջան, դու տեսել ես ուրիշ հովիներ ինչ են անում, ավելի բեթար են անում, արդեն այս ձև ենք խոսում, արդեն ոչ թե դա մեզ անհանգստացնում, ոչ թե դա մեզ ապաշխարության ա տանում, մենք ծածկադմփոց ենք անում, մենք փորձում ենք սենց ծվաղենք, արդեն մենք կորցրել ենք այս զգոնությունը, մի ժամանակ մեզ համար ցավ էր, մի ժամանակ մենք զգում էինք որն է լավը, որը չէ, ինչն է լավը, ինչը չէ, что хорошо, что плохо, հիմա սա խառնել ենք չորը թացի հետ, հիմա անենց ժամանակ ա եկել, սատանան անենց թմրացրել ա մեզ, որ արդեն էլ չենք ուզում ապաշխարենք, էլ չենք ուզում պայքարենք, էլ հերիք է, էլ չեմ ուզում, ինչքան կլի, ադե թողեք ես իմ եղով տապակվեմ էլի, հիմա սաղսել մեղք են գործում, ով չի գործում, հլա Աստվածաշունչը վեկալ ռոմել, հլա տես հերոսները ընչեր են արել, հլա տես մարգարեներն ընչեր են արել, հլա տես թագավորներն ընչեր են արել, հլա մի հատ մտի ինտերնետ լա տեսեք այսօր հովիվներն ինչեր են անում, ինչ եք ուզում ինձանից, արդեն այս ձև ա գալիս, արդեն այս վերաբերմունքն ա գալիս, դա երբ որ դու կորցնում ես քո զգոնությունը, թուլանում ես եւ ընկնում ես, եւ դա գալիս է հավատացյալների մոտ տարիներ անց, սկզբից մարդիկ հրապուրված են, շատ ուժեղ են, շատ լավ են, մի անգամից զգում են լավ ու վատը, բայց հետո արդեն հարմարվում են, հադե ոչինչ, հադե հիմա քան մեղքերը ներեցի, հիմա ես էլ կների, կարողա չների, իսկան լավ բան արել եմ Տիրոջ համար, Տերը ինձ համար մեռել է, կարողա ես մի մեղքը չների, ու այսենց փորձում ենք արդեն թուլացնել, այսինքն մեր պլանկան իջացնում ենք, մեր այն ժամանակ ունեինք բարձր պլանկա, որ պետք է
հավասարվենք սրան։ Հիմա իջացրել են կնենց, որ արդեն էլ պետք էլ չի ապաշխարել, պետք էլ չի ջանք թափել, պետք էլ չի ոչ մի բան անել։ Դե ինքնահոս եկեք գնանք երկինք։ Ոնց կստացվի ինքնահոս։ Գայանքուր էլ սաղսել մեղավոր ենք, ինչի ես մեզ վրա թարս նայեմ, ինչի ես մեզ մեղադերեմ, այ Գայանքուր ջան։ Սաղսել մեղավոր ենք, սաղսել մարդ ենք, ախր մենք մարմին ենք, ախր Աստված գիտի, որ մարմնից ենք, Աստված գիտի, որ մեղ կարան գործենք, բայց չէ որ Հիսուսը մեռավ, որպեսզի մենք ուժեղանանք, կգա ժամանակ ես էլ կուժեղանամ, այս սենց անում ենք, բայց դա բերում է մեզ կորստի, դա տանում է մեզ անկումի, դա տանում է մեզ խնդիրների։ Էլ մեղքը մեզ չի վախեցնում։ Արթուն եղի, աղոտ քարա, ստուգի քո մտքերը, ամեն անգամ, անկախ նրանից քանի տարի է եկեղեցում ես, ստուգի քո մտքերը, ստուգի քո շարժառիթները, ինչի համար ես գնում եկեղեցի, ինչի համար ես ծառայում, ինչի համար ես վաբշե քրիստոնյա, ինչի համար ես անում են ինչ որ անում ես, կամ ինչի համար չես անում են ինչ որ չես անում, մի հատ քեզ ստուգի, մի հատ քեզ անալիզի ենթարկի, մի հատ ժամանակ առ ժամանակ, այդ ո՞նց է, մեքենան որ մեքենա է, տարին մեկ անգամ պետքա տեո անցնենք, չէ՞, շոֆերները գիտեն, շոֆերներ կան, մեքենան որ մեքենա է, մենք պետք է ամեն անգամ տիրություն անենք, ամեն անգամ, ինչ տարին մի անգամ տեոն լավ է, երկու շաբաթը մեկ ավելի քիչ պասանի պետք է նայենք յուղի չափը, անտիֆրիզի չափը պետք է նայենք, տարմազնո ժիտկստը պետք է նայենք, ֆլան ֆստան, սաղ տակից, վերևից, կողքից, անընդհատ պետք է նայենք, ստուգենք, բայց ոնց է որ մենք մեզ չենք ստուգում, ընդհանրապես ոչ մեր յուղն ենք ստուգում, ոչ մեր անտիֆրիզը։ Սաղ վաղուց հատելա, վարվել արդեն դատչիկները մարգատ են անում, արդեն վսյո, պրծավ, էլ արդեն էլ բան չկա մարգատ անելու, արդեն գնում ենք հավեսով են աշխարը, են եսի նկատի ունեմ են վատ տեղը, բայց մեզ թվում է, որ օքեյ է, ամեն ինչ շատ լավ է, ինչ հալել որ մեզ, փարտիրոջ ամեն ինչ օքեյ է, то ոչ մի բան էլ օքեյ չի, եթե հոգևոր, եթե դու ներքուստ երջանիկ չես, եթե դու ուրախ չես, եթե դու զգոն չես, եթե Աստված քո մեջ չի գործում, եթե դու չես տեսնում ու զգում Տիրոջ շարժը, եթե օծությունը չես զգում, եթե աճը չես զգում, եթե Տիրոջ փառքը դու չես վայելում, եթե քո ներսդ գնալով տխրությունից տխրություն է, ցավից ցավ է, ինչ լավ բան կա այդտեղ, ոչ մի լավ բան էլ չկա, հա կարող է դու արտաքուստ երևում ես քրիստոնյա գալիս ես եկեղեցի, բարև ձեզ խաղաղություն, ձեզ մի քանի խոսքեր ես սովորել, դա քեզ չի փրկի, քեզ պետք է լուրջ աղոթքի մարդ լինել, ստուգես քո մտքերը, քո հայացքները, քո սովորությունները, քո շարժառիթները, եւ եթե զգում ես, որ արդեն հայ գնացել, արդեն ասենց վիճակ արդեն ընկնում ես, մի պայքարի, թող վազի գնա Հովվի մոտ, վազի ժողովրդի մոտ, վազի ավակի մոտ, խնդրի որ միջամտել, մարդիկ անզգում են, որ արդեն մեռնում են, բայց ասում են ես կդզվեմ, մեկը մեռնում էր արդեն, կրավաթի վրա նստած էր, ես այդ աստիճանի նիհար մարդ չէի տեսել, ինքը կաշին ասենց ոնց որ վերա ձգացել էին օսկորի վրա, սկիլետի վրա, գնացի ասի գնա հիվանդանոց թող քեզ բժշկեն, Հիսուսի անունով ես բժշկված եմ, երկու շաբաթից մեռավ։ Մարդիկ կան, որ զգում են, որ խնդիր ունեն հոգևոր, մեղք ունեն, որից չեն կարող ազատվեն, ես կհաղթարեմ, Հիսուսի անունով ես հաղթող եմ, Հիսուսի անունով բաներ կա, որ կարած դու հաղթես, բաներ կա, որ քեզ օգնություն ա պետք չի մեծ փրթել, դա համար կա եկեղեցում Հովին գալիս են կամ երբ որ պետք է մեկին հող արկավորել, կամ որ բանից անցել ա գալիս են ասում են Հովի ջան, եկել ենք արդեն ասենք, որ մենք բաժանվում ենք Են երբ որ ուզում էին ամուսնանալ ինչ են ասում, են երբ որ ուզում են միանալ ոչ մի բան չեն ասում, մենք սիրարվեցինք, մենք ուզեցինք, մենք ապրեցինք, ոնց ով է, հենց արդեն գալիս է վատը, Հովին գալիս են արդեն վերջի ժամանակ, Հովիվը նրա համար է, որ օգնի, եթե Հովիվը չի օգնի, Հովիվ կա, ավակներ կան, ծառայողներ կան, որ կարան քեզ օգնել, եթե զգում ես, որ Եվտիքոսի պես արդեն վայ արդեն գալիս է, արդեն վсё, ընկնում ես, արդեն դու լուրջ մեղքի մեջ ես, արդեն դու մեղքը ռեակցիա չես տալի Օրինակ բան կա, որ սիտուացիա կա, որ մեղքը գործում ես ու քեզ չի թվում, որ դա մեղք կա։ Դու զգոնությունդ գործել ես անգամ, որ անզգա ես դարել։ Ты стал нечувствительным, ты уже не видишь грех. В этот момент тебе надо бежать, бить сигнал СОС, тревогу, сказать помогите, спасите меня. Օգնեք, ես էլ չեմ զգում մեղքը։ Ես թմրել եմ, ես չեմ զգում։ Տեսեք, ես չեմ զգում մեղքը։ Ես անում եմ, բայց չեմ զգում։
փրկեք ինձ։ Մի փորձ ինքնուրույն դու կընկնես Եվտիքոսի օրը։ Մի օր կընկնես, Պողոս առաքյալն էլ մոտը չի լինի։ Մարդիկ պերաշկի կուտեն։ Այ Հիսուս ջան։ Ինչ ասեմ։ Տերը օգնի մեզ։ Եվտիքոսի պատմությունը պատահական չէր գրված Աստվածաշնչում։ Եվտիքոսը լուրջ սխալներ թույլ տվեց, իսկ մարդիկ կարային ասեին, ախր եկեղեցում երխի սենց բան եղավ։ Կարաս դու էլ ելնես եկեղեցում, ես էլ կարամ լինեմ եկեղեցում, բայց եթե այս սխալ քայլերը թույլ տվեցի, իմ եկեղեցում լինելը ինձ չի օգնի։ Չի օգնի։ Քեզ պետք չի եկեղեցի խաղալ, քեզ պետք չի եկեղեցի գալ գնալ, ներկա բացակա ստանալ, քեզ պետք է ապրել եկեղեցով, քեզ պետք է ապրել եկեղեցով։ Մտքեր են գալի, քո սաղ վիխադնոյները դու ասուն ես տալի, մի հատ վիխադնոյ չունես։ Օրինակ իմ մարմինը ես վերջերս սկսել է փնփնթալ է։ Ասում է տնաշեն երկու վիխադնոյ կա, շաբաթ կիրակի, դու ոչ շաբաթ ես հանգստանում, ոչ կիրակի, բայ երբ ես հանգստանա։ Ես էլ ասում եմ ով է ասել, որ պետք է շաբաթ կիրակի հանգստանվա։ Ես էլ հանգստանում եմ երկու շաբթի, չորեքշաբթի, խոսքի, բայց չունեմ էլի չորեքշաբթի։ Մի հատ երկու շաբթի ունեմ հերիքա։ Ով է ասել, որ պետք է շաբաթ կիրակի։ Բայ եկեղեցին։ Չէ որ երբ որ դու եկեղեցում լինես, Աստված քո տունդ կշինի։ Ասեմ ինչի, որովհետև եթե դու եկեղեցում ես, դու Աստծո վախ ունես։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ ով որ Աստծո վախ ունի, նրա տունը Աստված շինում է։ Հիշում եք այն երկու ակուշերներին հայերեն, մանկաբարձներին, հիշում եք, երկու մանկաբարձներ, որ պետքա երեխեքին սպանեին, բայց նրանք որոշեցին, աղջիկին պետքա թողային, տղեկին սպանեին, նրանք տղեկին չսպանեցին, եւ գրված է նրանք վախենում էին Աստծուց, իսկ Աստված շինում էր նրանց տները։ Բացարեք կարդացեք, նրանք վախենում էին Աստծուց, Աստված շինում էր իրանց տները։ Այսօր մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, հիպոթեկներ ենք ուզում փակենք, 16 ժամ, 18 ժամ, 14 ժամ, աշխատում ենք, վազում ենք, գլուխներս էս պատին ենք տալի են պատին, որ մեր տները շինենք, բայց Աստված ասում է մի հատ բան է քեզ պետք, Աստվածավախ լինել, Աստվածապաշտ լինել, մնացածը Տերը կշինի, Տերը կօգնի, Տերը կօրհնի, Տերը ընթաց կտա, չմտածես, քո կրեդիտներն էլ կփակվի։ Մենակ թե քո սիրտը մի տուր թմրությանը, մի հարմարվի, մի համակերպվի նրա հետ, որ էլ ուժ չունեմ, հերիքա բոլա ինչքան պայքարեմ, էլ ուժ չկա պայքարելու, մինչև վերջ պայքարի, մինչև սիրտդ քանի դեռ խփում է, այ հենց արդեն այնպի են, որ արդեն գան բժիշկները ու փաստեն գրեն, որ վсё, գիծը գնաց, ուղիղ վсё, այն ժամանակ կարաս չմտածես ոչ մի բանի մասին։ Պրծավ Այն ժամանակ հոգ չես անում, այն ժամանակ պայքարել պետք չի, քանի դեռ կարդիոգրաման խփում է, թող պերեբոյներով խփի, բայց ես պետքա պայքարեմ Տիրոջ խաղաղությունը ունենալու համար, Տիրոջ շնորհքը ունենալու համար, ես իմ կյանքը չեմ ուզում նվիրեմ գործի, ես չեմ ուզում ապրեմ մի կյանքով, որտեղ մենակ գործ կլինի, ես չեմ ուզում ապրեմ մի կյանքով, որի անունն է գործ, իմ կյանքս գործն է, իմ կյանքս դու ամուսին ունես, դու կին ունես, դու ծնող ունես, դու երեխեք ունես, դու ընկերներ ունես, մտածի, բա մեղք չեն այդ մարդիկ, մտածի նրանց մասին, ով է նրանց մասին մտածելու, եթե ոչ դու, դե գնա սաղորը գործ արա, ով է այդ ամեն հարցերը լուծելու, չէ որ դու ծնվել ես, որ վայելես այսօրվա մեջ լիքը ուրախություն կա, բայց դու այսօրը աշխատանքի, վաղ աշխատանքի, այն մի այսօրն էլ աշխատանքի, այն մի այսօրն էլ սաղոր աշխատանքի, ասում ես, գիտեք էլ ասեմ, մարդիկ կան, որ ֆրիկներ են անում, գալիս են ենթագիտակցաբար չեն ուզում եկեղեցի գալ եւ որպես իրանց ջորգը չանհանգստացնեն, իրանք ընդունվում են մի գործի, որ հենց ասեն դավ ջան, խիչ ես գալի գործի, եկեղեցի գործի եմ, ես չեմ կարում գամ։ Այնպես տպավորությունն է, որ եթե գործը չլեր, աշկեր արին լցած կգար։ Չէ, մարդը պրոստը ներթագիտակցաբար չի ուզում գա եկեղեցի, դա համար շատ լավ տարբերակ է, կընդունվեմ գործի, համ եկեղեցի չեմ գնա, համ երբ որ ինձ ասեն եկեղեցի արի, ես կասեմ գործի եմ, ինձ հանգիստ թողեք, համ էլ 2 կոպեկ փող կաշխատեմ,
է, համ էլ կփակեմ ես պարտքես, բայց անցնում են տարիներ, տեսնում ես, որ պարտքերը չի փակվում, ներսը ավերակներ է, տխրությունն վրա տխրություն, ցավի վրա ցավ, քու այսօրը դարձավ դառը, քո վաղը вообще անհասկանալի է, բայց Տերը ուզում է ձեզ օրհնի, Տերը ուզում է ձեզ օրհնի, ժողովուրդ ջան, երբեք լուսամուտին չնստեք, երբեք չլցնեք ձեր կյանքը անիմաստ բաներով, որը ձեզ կհոգնածնի, ու երբեք չհանձնվեք, երբեք չթուլանաք ու մեղքին չասեք նորմա, մեղքը երբեք նորմա չի։